Որ գործական մարդ չի իշտում։ Խնդրում եմ, մի հատ ժողովրդին մեր ասեք ու միջամտեք իշտեն մեր հարցերին պատասխան։ Անգամ երբ հավաքվել են, ստորագրություն հավաքվեց, հա, որպեսզի ձեզ լիազորեն, այս մասով ինչ է։ Դիմել են Մայր Հայաստան խմբակցությանը, մեր ավականու անդամները արդեն համապատասխան փաստաթղթավորված միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կարողանան հնարավորինս սեղմ ժամկետում պահանջատեր լինել բնակիչների հետ միասին։ Շաբաթ օրը նաև այցելել ենք եւ տեղում տեսել ենք, որ իրականում անմարդկային պայմաններում են ապրում երկու շենքերի բնակիչներն էլ։ Տարհանումը իրականում հրատապ խնդիր է եւ մարդկանց կյանքի անվտանգությունը այս պահին վտանգված է։ Կյանքի իրավունքը կարծես ոտնահարվում է եւ հնարավորինս սեղմ ժամկետում թե կառավարությունը, թե քաղաքային իշխանությունը պարտավոր են լուծել այս մարդկանց խնդիրը։ Հակառակ պարագայում Աստված մի արասցե անդառնալի հետևանքների առջև կարող ենք կանգնել, այս մասին մենք արդեն հասկանում ենք, որ բարձրաձայնում ենք, միգուցե ասեն, որ վատ բաներ եք ասում, բայց սա իրականությունն է։ Ես առաջարկում եմ քաղաքային իշխանության վերնախավին եւ նաեւ կառավարության անդամներին իրենց թանկարժեք 24 թվականին ձեռք բերված ամենագնացներով մի քանի րոպեով այցելեն Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող հանրակացարանային շենքեր, բարձրանան 2 հանրակացարանային շենքեր, ընդամենը 30 րոպե տեղում մնան եւ դրանից հետո թող կայացնեն որոշում։ Արդյոք իրենք կկարողանային այդտեղ ապրել, թե ոչ։ Ավելացնեմ, պարոն Փամբուկչյանը եկավ ամսի 5-ին մարտի, ինքը չցանկացավ կանգնել էր գարաժի վրա ոտքերով, որ ճիշտներ ցեխերի մեջ նույնիսկ շենք չբարձրացավ, որ ժողովրդի պահանջը հասկանա, որ տեն այդ անմարդկային պայմանները, հետ շենքի ճաքեր, իրան դա չէր հետաքրքրում։ Ուղղակի իրան հրամաներ մի հատ այց էր եկել շենք եւ վերջ։ Ու ասեց մույս տարի, այդպես բան չկա, Տիկին Աղեկյան։ Քանի որ Մայր Հայաստան խմբակցությունը գիտեք, որ ընդդիմադիր խմբակցություն է, մենք որևէ հնարավորություն չունենք այս պահին մեր ավականու անդամները չեն կարող որոշում կայացնել եւ գումար տրամադրել, որպեսզի տարհանեն մարդկանց, բայց կարող են իրենց լիազորությունների շրջանակում պահանջել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում այս ամենը իրականացվի եւ այդ գործընթացը արդեն սկսվել է, մենք հետեւողական ենք, բնակիչների կողքին ենք եւ պահանջում ենք, որպեսզի բնակիչների հետ համատեղ պահանջում ենք, որպեսզի քաղաքային իշխանությունը ներկայացնող 2.5 միավորանոց այս խմբակը հնարավորինս սեղմ ժամկետում Վարդաշեն 6-րդ փողոցի 66-ի 1 եւ 68-ի հանրակացարանային շենքերի բնակիչներին ամենակարճ ժամկետում տարհանի։ Առավել վտանգավոր է նրանց վիճակը։ Կային անչափահաս երեխաներ, ծծկեր երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, զուգարանից օգտվում են 17-18 ընտանիքներ եւ այնտեղ կային 84-ամյա, 87-ամյա տարբեր կանայք, ովքեր որ շատ ծանր վիճակում էին։ Ինչպես են կառուցում ուժեղ պետություն, ինչպես ենք ուզում ունենալ ժողովրդավար պետություն, երբ որ մեր բնակիչները, մեր քաղաքացիները այսօր իրենց կյանքը վտանգելով մեծացնում են վաղվա սահմանը պաշտպանող զինվորին։ Մենք այնտեղ տեսել ենք բազում տղա երեխաներ, աղջիկ երեխաներ, որոնք ապագայում մայրեր են լինելու եւ նրանց առողջությունը այդ պարագայում իրականում վտանգված է։ Քաղաքային իշխանությունը եւ կառավարությունը պետք է ականջալուր լինեն եւ ամենասեղմ ժամկետում մարդկանց խնդիրը լուծել։ Նոր եք այդ պահանջը այստեղ հնչեցնում, թե արդեն մենք նաեւ ներկայացրել ենք դիմումը ստանալու պահից անմիջապես հենց այդ նույն րոպեից մեր ավականու անդամները նաեւ փաստաթղթավորված ներկայացրել։ Այո, բանավոր։ Այո։ Անցյալ տարվանից զբաղվում ենք, խնդիրը իրոք հրատապ է, որտեղ ուղղակի պայմանները անմարդկային պայմաններ են, այդ սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակ է ուղղակի, որ հնարավոր չէ ապրել եւ այդ պայմաններում երեխաներ կան, Տիկին Աղեկյանը նշեց, այդ պայմաններում երեխաներին մեծացնելը վստահաբար, եթե այդտեղ մնան, այդ երեխաները առողջապես շատ վատ վիճակում են հայտնվելու, դա հրատապ է ոչ միայն վթարայնության առումով, նաեւ մարդկանց հիվանդությունների առողջության առումով հրատապը խնդիրը չափազանց հրատապ է եւ իշխանությունները պետքա յուրաքանչյուր միջոց օգտագործեն, որպեսզի այս մարդկանց հնարավորինս շատ արագ ժամկետներում տեղափոխեն նոր բնակարաններ
իրոք պայմանները աննկարագրելի, անմխիթար վիճական։ Մեկ տարի այս հարցով տեղյակ եք, չէ, տեղում եք ինչ որ փոփոխություն չի եղել, այլ ինչ պետք է հիմա անեն մարդիկ։ Քանի անգամ հավաքվում են այստեղ, քաղաքապետարան դիմաց, բայց ինչ հիմա պետք է։ Այլ չենք գնալու ենք ստեղ մինչև իրանք իջնեն կոնկրետ ժամկետներ ասեն։ Կոնկրետ հստակ թող մեզ ժամկետ տան։ Ինչ են ասում, մի ամիսա, 5 ամիսա, մի տարիա, թե 5 տարիա, թող իրանք իջնեն, այդ արտահայտությունը ինչ որ պիտի ասեն, ոչ թե ասեն 3 հոգուն, որ 3 հոգին դուրս գա, այս 100 հոգուն ասի, ոչ, թող իրանք իջնեն, 100 հոգուն իրանք այդ ժամկետը ասեն։ Ոչ ոք չի պատրաստվում 3 հոգանոց խումբ կազմի գնա իրանց այդ հանդիպման, թող իրանք բարի գտնվեն, իջնեն, մեզ ժամկետ ասեն։ Ձեզ խոստացել են, որ մինչև գնալու նստելու ենք ստեղի աստիճաններին։ Խոստում տվեցին։ Ընտրարշավի ժամանակ խոստացել են, որ 1.5 տարվա ընթացքում պետք է մարդիկ արդեն տեղափոխված լինեին, այսինքն այս տարվա սկզբին արդեն պետք է տեղափոխված լինեին, բայց փաստորեն ոչ մի տիպի առաջընթաց այս հարցում չկա։ Իշխանությունները ոչ մի գործողություններ չեն կատարում այս հարցը լուծելու համար։ Գիտեք, ցանկացած պաշտոնյա պիտի իմանա, որ իր պաշտոնը քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության բնակիչներին եւ այդ պետությունը կայացնողներին ծառայելու միջոց եւ հնարավորություն է, ոչ թե սեփական աղքատությունը գրպաններում եւ ուղեղում հաղթահարելու միջոց։ Ընտրությունից ընտրություն, մարդկանց դեմը գնալ, մարդկանց ոտքը ընկնել ու խնդրել, որ իրենց ձայն տան, իրենց քվե աղերսեն, խոստումներ տան, դե հիմա եկեք եւ ձեր խոստումներին տեր կանգնեք։ Արդեն 7 տարի այս իշխանությունը ուներ հնարավորություն երկրում փոփոխություններ արձանագրելու։ Արդեն 7 տարի իրենք եւ միանձնյա եւ կոալիցիոն իրենց գործընկերների հետ մսխում են պետական բյուջեն, մսխում են համայնքային բյուջեն, երևանցիների համար բերում են աղբահանության թանկացում, տրանսպորտի թանկացում, գույքահարկի թանկացում, տեղական վարձավճարների թանկացում։ Միայն կարմիր կետագծերից 1 միլիարդից ավելի գումար արդեն 24 թվականին հավաքագրել է քաղաքային իշխանությունը եւ ուր են ուղղվել այդ միջոցները, հավելյալ այն գումարները, որոնք իրենց բերած թանկացումների հաշվին հենց այս մարդկանց հարկերից ու տուրքերից իրենք գանձել են։ Ուր են ուղղվել այդ միջոցները, թող պարզ թափանցիկ հաշվետվություն ներկայացնեն եւ ասեն, թե ինչու այս խնդիրը մինչ այս պահը առկա է։ Մարդիկ սպասում են, որպեսզի հենց հիմա կոմպետենտ մարդիկ իջնեն, ովքեր լիազորված են որոշումներ կայացնելու, իջնեն եւ նայելով քաղաքացիների աչքերի մեջ խոստանան որոշակի ժամկետ ասեն, որոշակի ծրագիր, որոնց վրա աշխատել են։ Այո։ Խոստումից արդեն ժամկետը բավականին անցել է։ Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, երբ որ ԿՊ-ի գրասենյակում ինչ որ հավաքույթ էր, որտեղ որ պիտի ներկա գտնվեր Նիկոլ Փաշինյանը, մեր շենքի բնակիչներից ներկա գտնվեցին եւ չէին թողնում նույնիսկ որ մոտենան, այսինքն գոռալով, պարոն Փաշինյանը ասել էր իմ փոխարեն, ես հիմա շատ եմ շտապում, իմ փոխարեն ձեզ կմոտենան։ Մարդիկ մոտեցան, ինչ որ Կիրակոսյան, եթե չէ, ով էր։ Վլադիմիր Կիրակոսյան։ Չէ, Պարոն Փաշինյանը հաղորդագրություն գրեց, ասեց, մի րոպե, մի վայրկյան, իրան փոխարինող գոր ազգանունով մեկին, Գարիկ թե գոր, չեմ էլ հիշում, մի խոսքով, նրանք 2 ժամ հետո, անձամբ ես եմ պարոն Փաշինյանի հետ խոսացել, անձամբ 2 ժամ հետո, այդ մարդը ինձ զանգ տվեց, տվյալներն իմացավ, եթե դուք լրագրողներդ նրան այլևս լսել եք, ես էլ եմ լսել։ Միայն, այս իրանուշին էլ, հլը տուն չհասած, որ մենք արդեն բանենք, ինքը զանգեց տվյալներ ու կորան մինչև առ այսօր։ Իսկ Կիրակոսյանը եկել է մի 2 ամիս հետո, ապա մոնտաժել բալկոնները, որ Ավականինը, Վլադիմիր Կպեական Ավականին։ Ինքը եկավ, ապա մոնտաժել բալկոնները, 2 հատ պարան բերեն կպցրեցին, որի պտե ժողովուրդը օգտվեն, բայց այդ բալկոնները ինչու իրանք անհապաղ ապա մոնտաժեցին, որովհետև այդ բալկոնների թեկությունով նրանք արդեն տեսնում էին, որ շենքը դեպի սեփական տաներն է գնում։ Թեկված է։ Թեկվում է։
մենք սխալ արեցինք, որ թողեցինք, մենք երեխեքին կզսպեինք, չէինք թողի բալկոն դուրս գա, պարանները ներսից կկպցնեինք, ոնց որ հիմա ենք անում, լվացքներին կփռեինք ամեն ինչ էլ, բայց պետք է չթողեինք ապա մոնտաժել, որովհետև ասի, եթե ապա մոնտաժեք դրանից շենքը ամրանալու է, ասես դե ապահովության համար, որ չնկատեք շենքը ոնց է շուռ գալի։ Չէ, գիտեք ինչ են ասել, ասում է դուք հերիքա վազեք, հիմա մեր հերթնա վազելու ու հələ վազում են, բայց ոնց որ այդ վազքը չենք տեսնում, մենք ոչ մեկ, ու ոչ մեկ չի եկել, ասել են հաշվառում արեք, քանի բնակիչ, քանի բնակարան կա, քանի բնակչով։ Ու այդ արագի մեջ արեցինք, տվեցինք բոլորը պատշաճ կերպով բոլորը արեցինք ու մինչև առեսօր մենք այդ պատասխանը չենք ստացել։ Մինչև երբ եք սպասելու։ Մինչև իրանք իջնեն մեզ ռեալ պատասխանեն։ Չենք գնալու, անկեղծ չենք գնալու, չէ, մենք սպասում ենք, ոչ ինչ, մենք համբերատար ենք, մենք շատ համբերատար ենք, շտապելու տեղ էլ չունենք։ Այսօր բոլորը իրանց աշխատավարձերից կտրվել են, այսօրվա։ Օրվա հացից։ Օրվա իրանց հացից այսօր բոլորը կտրվել են։ Իրանց աշխատավարձից այսքան մարդը որ տեսնում եք, այսօր աշխատավարձ չի ստանալու։ Բայց պատշաճ կերպով բոլոր հարկերը վճարում են։ Թող բարի գտնվեն իջնեն։ Ոչ մեկ այս տարի օրինակ աննախադեպ բարձր պարգևավճարների հատկացումներ կան, թող սահմանափակեն այդ հատկացումները, թող սահմանափակեն շռայլությունները եւ այս մարդկանց հարցը լուծեն, որտեղ այստեղ գոյության խնդիր է մարդկանց։ Ուղղակի պայմանների բարեկեցիկ անբարեկեցիկի հարց չի, այստեղ կոնկրետ գոյության խնդիր է, որտեղ այդ շենքի պայմանները անպատկերացնելի վատ են, շենքի հիմքից ջուր է հոսում անընդհատ, բնակարաններում ամբողջ բորբոսնած, դա ոչ սանիտարահիգիենիկ վիճակը, խայտառակ վիճակ, առողջականները մարդկանց քայքայված ու մեծացող սերունդը եւս այդ պայմաններում, եթե մեծանա, առողջ քաղաքացի չի կարող լինել։ Քիչ առաջ էլ ասեցի, շեշտեցի, որ արտաքին պարտքը 750 միլիոն դոլարով ավելացրել են։ Ճիշտ է, դա ուրբաթ օրվա լուրերի տվյալներն եմ ես դա ասում, դա պաշտոնական տվյալ է, ես ինձանից դա չեմ հորինում, ու եթե իրանք ոչ մի տեղից չեն կարողանում գումարը ճարեն, ներքին իրանց կուխնյայով չեն կարող այդ գումարը ճարեն, ուրեմն թող 10 միլիոն դոլար պարտք վերցնեն, այս 180 ընտանիքին ապահովեն բնակարաններով։ Ու քաղաքում փառքասու լիքնա շինարարությունը շատ է, բազմաբնակարան շենքերը շատ են, թվարկելու էլ չի արդեն։ Թող բարի գտնվեն 180 ընտանիքին ապահովեն։ Չեն կարողանում ժողովրդին ապահովեն, թող հրաժարական տան ու գնան, որտեղ ժողովրդի համար են նստածս տեղ, ոչ թե իրանց ընտանիքների փորը լցնելու, որ ինչ չեն կերե բախտին հիմա ուտեն։ Այն վաղտ, որ մենք ուտում էինք, իրանք խնդրում էին, որ ուտեին։ Քարը քդի տոստը պատուհանը ինչքան ցածր որ ասի երեխան մի անգամից 5-րդ հարկից ներքև կիշնի։ Պատուհանը այսքանը այդ 10 տարեկան երեխա է, մի փոքր երեխա է, չես կարող ամեն րոպե Բալկոնն էլ վթարային է։ Չէ, որը որ ապամոնտաժվել է, ապամոնտաժվածից դուռ են դրել, այսքան բան է, որ 10 տարեկան երեխան մի փոքր առաջ գա ուղիղ ներքև։ Ասեմ մեծահասակը այդտեղ կանգնում է, լվացք են իբր բանանում։ Եթե հանկարծ մի ամիտ ասենք այդ դուռը բացվավ կամ ֆաներայի մեխերը պոկվեց, ինքը ներքև անգնա։